Թրամփը այս վերջի նիստին բանի Նոբելյա մրցանակի, ասենք այդ խորհրդի նիստին Նոբելյա մրցանակը չստացավ։ Ով ստացավ այն կինը Վենեսուելայում, որը հաղթել էր եւ Մադուրոն իրան տարել էր, ասենք ինքը փախել էր Վենեսուելայից։ Այսօր տեսեք, ինչ ասում Թրամփը։ Մենք կվերականգնենք օրինականությունը Վենեսուելայում։ Դա նշանակում է հերթական Կադաֆին Վենեսուելայում, այսինքն անօրինական մի իշխանություն եւ իշխանության կբերեն այդ նույն աղջիկը։ Ես դրա համար եմ ասում, հարգելիս, եթե մենք ազգովի անկախ նրանից, մենք Հայաստանում ենք կոնկրետ բնակվում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եթե միապուր լինենք, եթե Ամերիկայի նույն կոնգրեսը, նույն ասենք Ամերիկայի ղեկավարությունը տեսնի, որ մենք դեպի ազատություն տենչում ենք եւ միասնական ենք այդ ուղղությամբ, հաստատ օգնելու։ Մադուրոնը ու չի գնում, բայց Ամերիկան այնուամենայնիվ գնում այնտեղ եւ բերում է իրական ընտրված կամ իրական ժողովրդավարական ուժը։ Այսինքն եթե մենք ցույց տանք, որ մենք հենց այդ ազգն ենք, հասկանալ։ Ուրեմն իրանց այդ կոնգրեսմենները կխոսեն արդեն ուրիշ ձև։ Հաստատ եմ ասում, ու որի ապացույցը ես հիմա բացահայտ չեմ կարող ասել, բայց շատ ամերիկյան գործիչներ իմ հետ նույն բանն են խոսում։ Դուք ցույց տվեք միասնական ուժ, բայց ցավոք սրտի ռուսական կայսրության եւ բռնատիրական ռեժիմների ակումբի դեմ պայքարողը այսօր միայն մենք ենք։ Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպությունը, անգամեն կազմակերպությունը, որ իրենց ազգային են համարում, ազատական են համարում, այդ թեմայից փորձում են անգամեն գործիչներ, ովքեր ակնհայտ հակառուսական դիրքորոշում չունեն, բայց իրանց համարում են ազգային, եւ այսօր այս ամեն ինչը տենալով լռում են, դրանք էլ պետք է պատասխան տան։ Այդ իրանց լռելու համար, որովհետեւ այդ լռությունը մի քանի հանգամանք ունի, կամ հիմար են, չեն տենում, կամ իրանք են թաքնված գործակալներ, կամ էլ վախում են ուղղակի մարդկային վախ, իրանց կաշվի համար, կամ էլ ինչ-որ միտեղից մի գումար ստացել են, ասել են լռեք։ Всё, ոչ թե ես կարծում եի եւ սպասում եի, հա Փաշինյանը սկսեց լուստրացիան, ես համոզված էի, որ ինքը հին գործակալն է։ Ուղղակի ոնց որ գիտեք ոնց, մեկ անգամ եւս ինքս ինձ համար համոզվելու համար։ Արևմուտքը չէր, որ 30 բնապահպանների դեմը չառավ եւ մոտ 1 տարի Արցախը պահեց սովի մեջ։ Դա արևմուտքը չէր, դա ռուսական կայսրությունն էր։ Եղավ։ Ասում են դասագրքեր եք Փաշինյանին բերել են արևմուտքը, ոնց որ այս աղջիկն է ասում, հստակ փաստեր դուք չունեք, բայց ես ունեմ։ Ես ես փաստ ասեմ, երբ որ Նիկոլ Փաշինյանը այդ քայլ երթը սկսեց, այսինքն ես այն ժամանակ մոտ 70 օր ես եւ Վալոդյա Ավետիսյանը, Փարայեղ այդ գնդապետը, իմ ընկերը, նստած էինք նստացույց օպերայի հայաթում եւ մեզ մոտեկացավ այսօրվա Ռուբեն Կարապետյանի հայրը Կարո Կարապետյանը, գիտեք իրան, Կարո, և ասեց եկեք միասին բան անենք, ասեք աղբեր մենք ընդհանուր բաներ չունենք, բայց մենք ուզում ենք, չէ որ հին համակարգը չվերականգնվի, ասի այո, և այդ առումով մենք անգամ գնացինք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, ինչ է ուզած այդ, Ռուբեն Ռուբինյան, կներեք Կարապետյան եմ ասում, Կարապետ Ռուբինյան, Ռուբինյան, 1000 ներողություն եմ խնդրում Ռուբինյաններից, որ ազգանունը շփոթել եմ։ Հավանաբար Կարո Ռուբինյանի անվան հետ ազգանունն եմ հնչեցրել, 1000 ներողություն։ Եվ ես չկարողացա այն ժամանակ դեռ կար Դավիթը, մյուս տղան, ես չէի կարող իրանց համոզեի, կլոր սեղանը, որ այ ախպեր ջան, մենք ոչ թե կոնկրետ անհատի վրա պետք է կենտրոնանանք, որ կոնկրետ այս մարդը չլինի։ Այլ ասում եք Սերժը, գոնե ասենք լավ սերժիզմը, այսինքն համակարգի դեմ չէին համաձայն։ Դե հերոսատիտողը ասում է արևմուտքն է բերել Նիկոլ Փաշինյանին։ Արևմուտքն է արել այն ամենը, ինչ հիմա կատարվում է Հայաստանում։ 70 տարի Հայաստանում գործակալական ցանցը արևմուտքին էր ենթարկվում։ Ոչ։ Ռուսական գործակալական ցանցի KGB-ի հետնորդներն են այստեղ իշխում։ Պարզ ասեմ օրինակը, երբ որ մենք նշում ենք 34-ամյակը Հայաստանի անկախության, KGB-ն նշում է իր 107-ամյակը, այսինքն ռուսական KGB-ն,
չեն նշում անգլիական մի 6-ի 200-ամյակը է, նշում է ռուսական KGB-ի։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը սկզբի մի քանի օրը քայլում էր փողոցներում, ոչ մի ոստիկան չկար։ Եվ այդ ոստիկանների պետը Վովա Գասպարյանն էր։ Եվ ես հույսով եմ պետք չի բացատրել, որ Վովա Գասպարյանը չէր կարա լիներ արևմտյան գործակալ, որովհետև ցանկացած գեներալի կոչում Հայաստանում ստանում են Կրեմլում, երբ որ մարդը գնդապետ է եւ իրան ներկայացնում են գեներալի, Հայաստանում չի լուծում այդ հարցը, այդ գործերը պապկայով գնում է Կրեմլ եւ Կրեմլում, Կրեմլ չէ, Լուբյանկա թե որտե նայում են գործերը, իրանց պապկայի հետ համապատասխանացնում են, նոր քանի ամիս հետո կարող է գան ասեն մերժեցին, կամ ասեն շնորհավորում եմ հաստատեցին, Անգլիայում չեն հաստատում, եւ այդ ամբողջ գեներալիտետը ռուսական գործակալական ցանց է, եւ ինչի համար եմ ես մանրամասն պատմում, երբ որ ոստիկան չկար փողոցներում, եւ այդ միտինգներին, երբ որ մարդիկ պատշաճ կարգով, քանակով չէին հավաքվում, ես նկատում էի ոստիկաններ, քաղաքացիական հագուստով կայնած արևածաղիկ, այն հայերեն ասած սեմուշկա էին չրթում ու իրար երես նայելով խնդում էին ու ասում էին մերսի Սերժին, կայֆաված էին ելում, այսինքն կենտրոնացված ձևով ռուսական գործակալական գեներալիտետի կողմով հրանք էր տրված ոստիկաններին, շորերը հագած քաղաքացիական գնան մասնակցեն դա անգլիական բանն է, ցանցն է, Ես ինչ միամիտ բաներ եք խոսում, ձեզ թեզը կցել են, մի զայրացեք, լավ, մեկ էլ ուզում եմ սենց մի բան ասեմ, մենակ այսօրվա բանով չի պայմանավորված, այդ Նիկոլը կոնկրետ այդ նույն ռուսական կայսրությունն է, Լենին Քեմալ պայմանագրով, սա Հայաստանը բստիկ արեն, Նախիջևան, Ղարս, Արցախ, այն վաղտներ էր Մոսադնարը, այն վաղտներ էր անգլիական գործակալական ցանցարը, այսօր Հայաստանում կատարվող այս ամեն ինչը 100 տարի առաջ նախապատրաստած են ականներ, որ ռուսներն էին նախապատրաստել, որ այսենց վիճակում իրանք աշխատացնեն, եւ իրանք աշխատացնում են, եւ ինչքան պետք է մարդ հիմար լի, այսօր նախ արևմուտքին ձեռ չի տալի, Ես այդ տեսեք նախորդ զանգողը ասեց, չէ շահերի համընկնում, այո, այսօր շահերի համընկնում կա։ Չեմ ասում հայեր այնքան սիրուն աչքեր ունեն, նրանք էլ այնքան բարի են, այո, այսօր մեր շահերը համընկնում է։ Սա պատմական մի իրավիճակ է, որ մենք այս ատամներով բռնվենք սրանից։ Ինչու՞մ է համընկնում շահերը։ Այսօր ռուսական այդ բռնատիրական ռեժիմի ձեռը աշխարհը կրակնանք է։ Նույն ինչպես նաև Ամերիկա դա կան, դե չգիտեն ոնց վարվեն։ Այսօր այդ տապալվում է։ Իրանք թույլ չեն տալու թուրան ստեղծվի։ Լսեք, չեն թույլ տալու։ Հերթական բռնատիրական մեկ այլ ռեժիմ ստեղծվի։ Այդ առումով մեր եւ ամերիկացիների շահերը համընկնում են։ Այսօր մենք մնացել ենք խաղից դուրս։ Այդ նույն խնդիրները լուծում են ամերիկացիները։ Ոնց անեն, որ այդ թուրանը չստեղծվի, ոնց անեն, որ չարիքի կայսրությունը էլ ավելի չմեծանա, արա բռնվեք է դրանից, չէ, Նիկոլը արևմուտքն է, Նիկոլը էսա, Նիկոլը էնա, Նիկոլը էնա, եկավ այդ նույն ամերիկացին քեզ ասեց, Նենսի Փելոսին ասեց, արա ինչ եք ուզում, մենք ունենք 3 հենակետ, Ուկրաինա, Թայվան եւ Հայաստան, Ժողովրդավարությունը պետք է այս կետերում ամրապնդենք, արա մարդիկ էլ ասում են, ժողովրդավարություն եմ ուզում ամրապնդել, չէ, սրանք ասում են, չէ, ռուսական բռնատիրական կայսեր, հələ մի հատ էլ հիմա նորից գիտությունը այնքան է զարգացել, որ Պուտինը մինչև 180 տարեկան ապրելու է, այսինքն ինքը այսօր 80 տարեկան է, մի քանի տարուց հետո մարդու կյանքը երկարացնում, ինքը 180 տարեկան կլինի, այսինքն իմ թորները, ծորները պետք է Պուտինը փառաբանեն, այդ եք ուզում արա